Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցած Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հայոցելու վերաբերյալ միջնորդությունը վերադարձնելու մասին։ Դուք այս գործով եք, չէ։ Միջնորդությունը ստացվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործով վարչության պետի կողմից 2026 թվականի հունիսի 23-ին, որով պահանջվում է համաձայնություն ստանալ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին ընտրություններին մասնակցած Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային հետապնդում հարուցելու մասով։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի մայիսի 3-ին կայացրել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակը գրանցելու մասին թիվ 66-ա որոշումը, որով գրանցվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակի առաջի հերթական համարի պատգամավորի թեկնածու է գրանցվել Գագիկ Ծառուկյանը։ Հիմնավորումները ընտրական օրենսգրքի նույնն են, ընտրական օրենսգրքի 90-91-րդ հոդվածները եւ առաջարկվում է հիմք ընդունելով ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի առաջի մասը որոշել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հայոցելու վերաբերյալ միջնորդությունը կից փաստաթղթերով վերադարձնել։ Հարգելի գործընկերներ, Տիկին Հովհաննիսյանը ներկայացրեց որոշման նախագիծը, հարցեր կան, որոշման դիտողություն ելույթ չկա, այդ դեպքում հարգելի գործընկերներ, ձեր քվեարկությանը ներկայացնում Հայաստանի որոշման նախագիծը, որով առաջարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը կից փաստաթղթերով վերադարձնել, ովքեր են կողմ որոշման ընդունման, կողմ 7 որոշումը ընդունված է, շարունակեք։ Հաջորդ նախագծով առաջարկվում է վերադարձնել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցած Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները։ Միջնորդությունները ստացվել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի միջդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից 2026 թվականի հունիսի 24-ին, որով հունիսի 24-ին ներկայացված գրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի մայիսի 3-ին կայացրել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին թիվ 69-ա որոշումը եւ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի 43-րդ հերթական համարի պատգամավորի թեկնածու է գրանցվել Հայկ Դավիթի Ավագյանը։ Հիմք ընդունելով ընտրական օրենսգրքի նույն կարգավորումները 90-91 եւ ղեկավարվելով ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի առաջին մասով առաջարկվում է հետեւյալ որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Դավիթի Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները կից փաստաթղթերով վերադարձնել։ Հարգելի գործընկերներ, Տիկին Հովհաննիսյանը ներկայացրեց նախագիծը, որոշման նախագիծը, հարցեր, դիտողություն ելույթ չկան, այդ դեպքում հարգելի գործընկերներ, ձեր քվեարկությանը ներկայացնում որոշման նախագիծ, որով առաջարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների մասնակցած Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Դավիթի Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները կից փաստաթղթերով վերադարձնել, ովքեր են կողմ որոշման ընդունման, կողմ 7 որոշումը ընդունված է, շարունակեք։